Եթե դուք Սամվել Կարապետյանը չեք կամ Սամվել Կարապետյանի մտերիմները չեք, թերթեք անցեք։ Միևնույն ժամանակ նաև Նիկոլ Փաշինյան դու էլ թերթ անցի։ Ուրեմն լսեք, հենց նոր նստած լսեիք Չիբուխչյան լայվը, որի մեջ պարոն Չիբուխչյանը մեղադրեց Սամվել Կարապետյանին Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մեջ, բերեց օրինակ, որ $125 միլիոն վարկ է ստացել պարոն Սամվել Կարապետյանը, գրավադրելով հայ էլեկտրոցանցերը, և բերելով օրինակ, որ ամենաշահագրգիռ անձը, որպեսզի էլ ցանց օդարվեր կամ իրանից խլվեր, դա Սամվել Կարապետյանն է։ Հիմա պարոնայք, ուզում եմ ձեզ մի բան խնդրեմ, քանի որ ես շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել այդ ամեն ինչին, то есть ձերբակալման միտինգներին, դատարանի դեմ, մյուս, ես կուզեմ հասկանամ, то есть ընձել եք խաբե թե չէ։ Ես կճշտեմ, ես որ եկուց այդ ինֆորմացիան ու ասված մի արածը հանգարց ես գամ, որ դիտպես է, շատ բան կվերիշեմ, ու շատ խնդրած կեղնիմ, արագ արձագանք կուզեմ, որպեսզի հասկանանք, ընձի, ինչպես են մնացած ենք 2000 հոգուն, խաբվել ենք մենք, թե իրականություն է եղել, Նիկոլ Փաշինյանը բռնաճնշումներ կինը։ Դիմա շատ կարևոր է, եթե ես խաբվել եմ մեմարտում կողմից, ու իմ վրես նստած մեկը տան մեջից խնդացել է, որ ես ապուշներին նայեք, եկել են ստեղ միտինգ կենեն, մենք ամեն ինչ պայմանավորված ենք։ Այդ դեպքում մենք իրարից չենք նեղենա։ Եթե կա սրա հագարակ կողմը ու կարելի ապացուցել որ դիք սուդ է ու տարածվի չգիտեմ ես պատճառներով, ում ես պատրաստ եմ ընդունելու։ Եթե ոչ, ես արդեն մոդարապես գիտեմ, որ 244 միլիարդ դրամ ներդրում է եղել հայ էլեկտրոցանցերը, ու մնացած թվերինը կտիրապետեմ շատ մոտ ապագայում։ Ուստի կսպասեմ ձեր խաբարներին, ժողովուրդ ջան, լավ եղեք։ Հա, մեկ եմ բան հարցնեմ, ՀԿ-ի ժողովուրդ, դաշնակներ, մարդիկ ովքեր ընդեղ գտնվեին, դուք տեղյակ եք ես խաղից, դուր մարեք բոլորդ ընդեղ հանգիստ կայնած, то есть դուք բոլորդ գիտեք, որ այստեղ սպես խաղ կերտա, մենք է հասարակ ժողովուրդս, մեզի տուրը կուտայինք, չգիտեմ, հաց ու ջուր տեղ կայնած, պայքար կտանենք ազգի բարերարի համար,